We were 17, caught in the light, in a world that was all ours the night you whispered dreams I still hold close. Երկու տարի շարունակ ես անընդմեջ նկարահանում էի վիդեոներ, սակայն չէի տեղադրում, չէի համարձակվում դրանք տեղադրել ու կային մի շարք հանգամանքներ ու պատճառներ, որոնց համար ես չէի տեղադրում։ Կխոսենք այսօր եւ պատճառների մասին եւ այդ պատճառներից ձեռքազատվելու լուծումների մասին։ Առաջին խնդիրը իհարկե կարտինկայի հետ կապված էր, այսինքն ես ինձ չէի գալիս կադրում, դա ամենամեծ խնդիրներից մեկն էր ինձ համար ու միանգամից տալիս եմ այս հարցի լուծումը։ Այն ամենը ինչը կարող էի ես փոխել, ուղղակի փոխեցի, այսինքն բարձրահարդարումը ինձ դուր չէր գալիս, ես ուղղակի փոխեցի, հա, եթե կային մեյքափի հետ կապված խնդիրներ, ես դրանք էլ լուծեցի, հա։ Այսինքն որպես այդպեսին, եթե դուք կարողանաք նստել ու գրի առնել, թե ինչը ձեզ դուր չի գալիս, դուք կհասկանաք, որ դրանք հանգամանքներ են, որոնք դուք իզորու եք որպես այդպեսին փոխելու, ձեզ մնում է միայն գործել։ Լույսը, սա չափազանց կարևոր կետ է, որովհետև լույսի ճիշտ դիրքից դուք կարող եք հավանել կադրը կամ ոչ եւ ձեր արտաքին տվյալներն էլ կարող են փոխվել, այնպես որ պետք է փորձել տարբեր դիրքերից եւ արհեստական լույսով եւ բնական եւ փորձել հասկանալ, թե այդ տարբերակներից որն է ձեզ դուր գալիս։ Իսկ հիմա ամենատարածված ու ամենակարևոր հանգամանքներից մեկը բոլոր հայերի համար երևի թե ինչ կասեն բարեկամները, ինչ կասեն հարազատները, ինչ կասեն իմ ընկերները, եթե տեսնեն, այս կետը ինձ իսկապես շատ էր մտահոգ։ Այսպիսով ինչպես լուծում կարողացա գտնել այս հարցին։ Թուղթ ու գրիչ վերցրեցի ու փորձեցի հասկանալ ինչ կլինի, եթե հանկարծ իրենք տեսնեն ինձ։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ հանգամանքը եւ ինչ ամենավատ սցենար է ենթադրում այն հանգամանքը, որ իրենք կտեսնեն ինձ։ Եթե իրենք տեսնեին ինձ, ոչ մի վատ բան չէր տեղի ունենալու։ Այո, գուցե լինեին քննադատություններ, բայց դրանից ես հաստատապես որպես այդպեսին ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես, որպես այդպեսին մահացու հարված չէի ստանա։ Հայրորդ կետը ծանոթ կլինի բոլորին երևի թե իմ կարծիքը առհասարակ որևէ մեկին հետաքրքիր չէ, կամ ով եմ ես, որպեսզի ինչ-որ կարծիք արտահայտեմ։ Իրականում բոլորին հետաքրքիր է ձեր կարծիքը եւ առհասարակ եթե չլիներ բլոգինգը, մենք այդքան ինֆորմացված չէինք լինի նախ եւ առաջ դա զարգացման մի этап է, հա, երբ որ դու առնչվում ես այլ կյանքի փորձի հետ, վերցնում ես այդտեղից ինչ-որ մի բան եւ դրա արդյունքում դու զարգանում ես, այսինքն դուք ձեր կարծիքով ինչպիսին էլ այն լինի, միջին, բարձր եւ այլն, դուք ունեք հնարավորություն արտահայտելու ձեր կարծիքը եւ գուցե եւ շատ-շատերը մտածում են հենց ձեր նման եւ իրականում ես մի բան եմ հասկացել, բլոգինգի միջոցով դուք որպես այդպեսին դեպի ձեզ եք ձգելու ձեր իսկ մտածողության համապատասխան մարդկանց, ձեր նման մարդկանց, դուք դեպի ձեզ եք ձգելու ձեզ նման մարդկանց։ Այսօրվա համար ես նախատեսել էի այսքանը, եթե ձեզ համար հետաքրքիր է այս թեման, կարող եք գրել կոմենտարիում, ցանկանայի ավելի երկար մնալ, բայց ես մի քանի դրվագներ կթողնեմ այսօրվա օրվա ավարտի հետ կապված, իսկ դուք հետևեք, կհանդիպենք մյուս վիդեոներում։ Բայ բայ։